2020 թվականի սեպտեմբերին Թրամփի աջակցությամբ Վաշինգտոնում Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրվեց Աբրահամյան համաձայնագիրը։ ԱՄ դարձել է Իսրայելի հիմնական միջնորդներից մեկը։ Հետսովետական երկրների Սև հողի մեծ մասը այստեղ է հանգրվանել։ Աբու Դաբիում այսօր կայանալու են հերթական ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնք համակարգում են Թրամփի ընկեր հրեա Վիտկոֆը եւ Թրամփի փեսա հրեա Քուշները։ Իդեպ, Աբրահամյան համաձայնագրի գաղափարի ամենաազդեցիկ ջատագովը հենց Քուշներն է։ Աբրահամյան համաձայնագրերին ցանկանում են նաև կցել Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ղազախստանի Տոկաևը արդեն իսկ համաձայնություն տվել է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո ԱՄ-ի հետ ակտիվ կապերի մեջ էր այն ժամանակվա Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա ԱՄ է այցելել 2019-ի հունվար եւ նոյեմբեր ամիսներին, 2020-ի հունվար եւ նոյեմբեր ամիսներին, 2021 թվականի հունվար եւ հոկտեմբեր ամիսներին, 2019 թվականի փետրվարին ԱՄ էր այցելել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ 2025 թվականի հուլիսին նախատեսվում էր, որ Նիկոլը եւ Ալիևը Աբու Դաբիում կստորագրեն խաղաղության թուղթը, սակայն հանդիպման արդյունքում թուղթը չստորագրվեց։ Այսօր Աբու Դաբիում Նիկոլին եւ Ալիևին շնորհվեց ինչ-որ եղբայրության մրցանակ։ Քիչ հավանական է, որ ռուսները Էմիրատներում Ուկրաինայի վերաբերյալ լուրջ փաստաթուղթ ստորագրեն։ Հրեա բանագնացներ Վիտկոֆին եւ Քուշներին այնքան կտանեն եւ կբերեն, մինչեւ ուկրաինացիները խելքի գան եւ ազատվեն Զելենսկուց։ Այդ ժամանակ ռուսները եւ ուկրաինացիները առանց միջնորդների կկարգավորեն իրենց հարցերը։ Աբու Դաբին դեռ հիշվելու է, թերևս ուկրաինական պատերազմի ավարտից եւ Իրանի հարցի վերջնական կարգավորումից հետո։ Ավազի վրա կառուցված հեքիաթային Էմիրատներում շատ գաղտնիքներ են կուտակվել։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Թրամփիզմ, նիկոլիզմ, վերջնախախ։ Թրամփը բռնաբարել է 13-ամյա աղջնակի։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշթեյնի գործով փաստաթղթերի նոր խմբականակ, որոնցում Թրամփի անունը շոշափվում է մոտ 3000 անգամ։ Չնայած Թրամփին վերաբերվող հատվածների զգալի մասն առայժմ տեսանելի չէ, կարծես ջնջված են։ Բայց այսօրվա հրապարակած փաթեթի մեջ մանրամասնորեն նկարագրված են Թրամփի անմիջական մասնակցությամբ կատարված պեդոֆիլության բազմաթիվ դեպքեր։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը փաստաթղթերի հրապարակումից ժամեր անց սահմանափակեց դրանց դիտումը որպես +18, քանի որ առկա են պոռնոգրաֆիկ նյութեր։ Այդ նողկանքը մեջ բերելը կրկնակի նողկանք է, բայց Թրամփը անձամբ ապրանքի պես լավ ու վատ է արել, մատներով ստուգել է անչափահաս աղջնակների սեռական օրգանները, 13 տարեկան աղջնակի հետ օրալ սեքսի, ծեծի եւ այլ այլանդակ դրվագների մասին է խոսքը։ Ահա ձեզ Սոդոմ։ Եվ սա դեռ Էփշթեյնի գործի չնչին մասն է։ Բիլ Գեյթսի մասին կա այս խմբականակում, այս սրիկան էլ է բարերար խաղում։ Առայժմ ԱՄՆ վերնախավից Էփշթեյնի գործում որևէ խոսք չկա Ջո Բայդենի մասին։ Էփշթեյնի գործի նյութերի այս փաթեթը հրապարակվում է այն պահին, երբ ԱՄՆ զինուժը ժամ առ ժամ ավելի է կենտրոնանում Իրանի շուրջ եւ հարվածը թվում է անխուսափելի։ Սա Թրամփի վրա ԱՄՆ խորքային կառավարության եւ այլ ուժերի կողմից գործադրվող ճնշում է, որպեսզի Թրամփը վերջապես հարձակվի Իրանի վրա, թե ընդհակառակը։ Ամեն դեպքում պարզ է, որ Թրամփի վիճակը գնալով դառնում է կանխորոշված։ Նա մինչև պաշտոնավարման ավարտը չի դիմանա։ Նա եւ իր շրջապատը պատասխանատվությունից չեն խուսափի։ Սա արդեն ԱՄՆ լինել չլինելու հարց է։ Թրամփի ավանտյուրան կյանքի կոչվեց 2016 թվականին։ 2018-ին մեզ պարտադրեցին Թավիշը։ Թավիշը Թրամփիզմի մետաստազ էր, որ մեզ հրամցրին պոպուլիզմի սոուսով։ Արդյունքում Ղարաբաղը 7 շրջաններով հանձնվեց։ Թրամփի անվան տակ Զանգեզուրի միջանցքը փաստաթղթավորվեց։ Մի խոսքով, Թրամփիզմ, նիկոլիզմը մեզ մեծ ավանդ է թողել։ Շրջիկ աղոթքները եւ դիսկոտեկը վիճակը չեն փոխելու։ Թրամփիզմ, նիկոլիզմի դառը պտուղները մենք դեռ երկար ենք ճաշակելու։ Դեռ ինչեր են ջրի երես դուրս գալու։ Ադրբեջանից վագոններով ցորեն եւ վարելիք ներմուծելուց առաջ տարիներ շարունակ Հայաստան է ներմուծվել Թավիշը։ Երբ վերջին ընտրություններում Թրամփը հաղթեց, ոմանք ինձ հեգնում էին, որ կանխատեսումներս չիրականացան։ Ինչպես ասում են, վերջը բարի լինի։ Բայց այսքանից հետո, եթե որևէ մեկը Թրամփի երկրպագու է, միանգամից թքեք, արհամարեք, սա արդեն այլ իրավիճակ է, չկա ոչ մի արդարացում։ Թմբուկը զարկ, ժամանակը սպառվում է։ Արա Արայան։ Փետրվարի 1-ը Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի ծննդյան օրն է։ Լրանում է նրա 95-ամյակը։ Այդ առիթով, ինչպես դա ԱՍՍ-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ելցինի այրու,
Նաինա Ելցինայի հետ։ Այդ հեռախոսազրույցի մասին Պուտինի մամուլի քարտուղարը որևէ մանրամասնություններ չի հայտնել։ Բորիս Ելցինը նախագահի պաշտոնը վաղաժամ թողել է 1999 թվականի վերջին օրը եւ իշխանությունը փոխանցել է Վլադիմիր Պուտինին։ Մինչ այդ նա զբաղեցրել է անվտանգության դաշնային ծառայության տնօրենի, նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ վարչապետի պաշտոնը։ Պուտինի քաղաքական կարիերան սկսվել է Լենինգրադում, երբ քաղաքապետ Սոբչակը նրան օգնական է նշանակել։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ Պուտինը որպես ՊԱԿ-ի աշխատակից ծառայել է Արևելյան Գերմանիայում։ Դժվար է, իհարկե, Բորիս Ելցինին անվանել ժողովրդավար։ Գիտակցական կյանքի մեծ մասը նա անցկացրել է որպես կոմունիստական խորհրդային պաշտոնյա։ Այնուհանդերձ, Ելցինի հետ է կապված երկու կարևորագույն իրադարձություն։ 1990 թվականի հունիսի 12-ին ՌԽՍԴՀ ժողովրդական պատգամավորների առաջին հանրագումարը նրա նախաձեռնությամբ ընդունել է պետական իշխանության մասին հռչակագիր, որով Ռուսաստանը ճանաչում է իր միութենական բոլոր հանրապետությունների ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը։ Ելցինի երկրորդ կարևորագույն ծառայությունը 1991 թվականի օգոստոսի 19-ի պետական հեղաշրջման փորձի կանխումն է։ Այդ առիթով իհարկե տեսակետ կա, որ ամեն ինչ նախապես ծրագրել էր Գորբաչովը, բայց եթե անգամ այդպես է, միևնույն է, միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ նա մնացել է որպես ժողովրդավարության եւ քաղաքական ազատությունների պաշտպան։ Ինչ եւ ինչպես է Պուտինը խոսել Ելցինի 94-ամյա այրու հետ, էական չէ։ Նման դեպքերում սիրալիրությունների համար ձեռքը գրպան չեն տանում։ Նաինա Ելցինայի նրա ժառանգների Ռուսաստանի 140 միլիոն բնակչության համար ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինի նախագահության տասնամյակներին Բորիս Ելցինի հանդեպ պետական քաղաքականությունը հասել է գրեթե մերժողական սահմանին, այնքան որ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը բարձրացրել է Եկատերինբուրգում Ելցին կենտրոնը փակելու հարցը։ Ռուսաստանի միջին վիճակագրական քաղաքացին այսօր Ելցինին գիտի որպես խորհրդային Ռուսաստանի գերեզմանափորի եւ արևմուտքի գործակալի, որի իշխանության տարիներին ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան Ռուսաստանը ծնկի են իջացրել։ Քարոզչական այս մատրիցան ներդրվում է, որպեսզի ընդգծի Պուտինի որպես Ռուսաստանը ոտքի կանգնեցող ռուսական հողերը միավորող ուժեղ առաջնորդի կերպարը։ Պուտինյան Ռուսաստանում խորհրդային բռնապետ Ստալինն անհամեմատ բարձր վարկանիշ ունի, քան առաջին նախագահ Ելցինը։ Ելցինի 95-ամյակի օրով մի էական հարց դեռ պատասխան չունի. նրա իշխանությունը կամավոր է հանձնվել Պուտինին, թե հարկադրաբար։ Դա միայն Ռուսաստանի խնդիրը չէ, այլ նաև հետխորհրդային երկրների։ Նյութի աղբյուր առաջին AM